Եթե դու դառնում ես մաքսային միության անդամ, արդեն դու սուվերեն չես, արդեն դու չես որոշում։ Արտաքին գործերի փոխնախարար Շավարժ Քոչարյանը այսօր հերքեց օրեր առաջ Հայաստանի մաքսային միության անդամակցելու վերաբերյալ իր խոսքերը։ Ես այդպիսի բան չեմ ասել։ Կառավարության նիստից հետո նա հետևյալ կերպ մեկնաբանեց իր հայտարարությունը, թե մաքսային միությունը Հայաստանին կզրկի որոշումներ կայացնելու հնարավորությունից։ Խնդիրը վերաբերում է հետևյալին, մաքսային միության անդամ դառնալը դա նշանակում է ինչ որ աստիճանի ինքնուրույն որոշումների սուվերենության պակասը ցանկացած մաքսային միությանն է վերաբերում։ Փոխարտգործնախարարը չի կարծում, թե եվրոպական կառույցները անակնկալի են եկել Կրեմլում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպանը Սերժ Սարգսյանի հայտարարությունից։ Մինչ Մոսկվա գնալը մեր եվրոպական գործընկերները արդեն տեղեկացված են եղել, որ հնարավոր է այդպիսի արդյունք։ Նա վստահեցնում է Եվրոպայի հետ մեր համագործակցությունը նույն կերպ է շարունակվելու բացառությամբ մեկ կետի։ Խորը համապարփակ այդ առևտրի ոտու պայմանագիրը արդեն դառնում է անհամատեղելի մաքսային միության անդամակցության հետ։ Տարբերություն դրանում է կայանում։ Եթե եվրոպական կառույցների համար անակնկալ չէր Սերժ Սարգսյանի որոշումը, ապա քաղաքական շրջանակների համար անսպասելի էր։ Մեր քաղաքական դաշտը տեղյակ չի եղել, մեր հասարակությունը տեղյակ չի եղել։ Այնպես որ դա բավական պատասխանատու որոշում էր, որ կայացրել է Սերժ Սարգսյանը։ Պարոն Հակոբյանը ենթադրում է, որ այսօր Եվրամիության եւ Ռուսաստանի համար բավականին բարձր գին ունեն Հայաստանի հետագա քայլերը։ Ուստի մեր երկիրը պետք է շարժվի իր առաջնահերթություններով, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հարցում։ Մեր ազգային անվտանգության ես նկատում եմ Հայաստանի եւ Ղարաբաղի միակ թերևս հիմնավոր երաշխավորությունը դա անկախության ճանաչումն է։